Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, ինչու Աստված ընտանիքը ստեղծեց եւ Ադամը իր կնոջ ինչ կոչեց, կյանք։ Սերը չի կարող անցնել։ Ինչ ես ուզում այդ մարդու հետ ապրել։ Սա մեկ վտանգն է, որ օգտվենք իրարից, եթե սիրենք, կմնանք, չէ, կհեռանանք։ Որ գլխին չնստի։ Դուք իր հետ ապրես։ Նյութական պետքերով չապրել, թանկարժեք զարդերով։ Օրինակ դեպքեր եմ տեսել, որ ասենք կինը ծննդաբերից հետո հիվանդացել է, ամուսինը բաժանվել է։ Սա քո բաժինն է, հոգ տարես բաժին։ Հանդիպում են, ասում են ինչ կա, ոնց ես, ինչ արեցիր, երեխեքին ամուսնացրեցիր, թողեցիր, ասում են չես պատկերացնում, աղջիկս ինչ լավ տեղ է ընկել, այնպես մի լավ փեսա ունեմ, մինչև առավոտյան սուրճը չի տանում, աղջիկս անկողնում չի խմում, տեղից չի վեր կենում, ասում են բա հարսը, ասում են թաղեմ դրան, ասում են, մինչև էշ տղե սուրճը չի տանում, չի խմում, տեղից վեր չի կենում, չի վեր, շատ հաճախ այսպես են ընտանիքները քանդում, ստիպողաբար ամուսնացնում են, կամ բարեկամ են, խնամի են, ամոթ է, այսպես, հետո այդ մարդիկ դժբախտանում են։ Առաքյանն էլ Հիսուսին ասացին, չէ, այդ դեպքում լավ է չհամոզնանանք։ Չէ, դա ինստիտուտի հարց չկա, Արթուր ջան։ Ընտանիքը, այսինքն ինչ է նշում ընտանիք։ Մեկ տանիքի տակ ապրող։ Մեկ հարկի տակ ապրող մարդ, որ խաղաղության սիրո մեջ կարող ես ապրել։ Հա, կարող ես ջղայնանալ երբեմն, երեխա է, դասը չի սովորել, կամ վախից քեզ սուտ է խոսել, կարող ես ջղայնանալ, վրան գոռալ, բայց դրանից քո սերը չպիտի պակասի, դրանից չպիտի չարանաս, օտարանաս։ Կարող է նույնիսկ մի հատ էլ ապտակես, բայց դա անում ես իր փրկության համար, իր ճիշտ ճանապարհին դառնալու համար։ Ես իմ զավակներին ամեն օր եմ ասում, ինչ որ կանեք, հանկարծ չխաբեք։ Ես պիտի ձեզանից ճշմարտություն իմանամ, ուրիշներից չպիտի իմանամ։ Միակ բանը մի խաբեք, դուք ճիշտն ասեք, ես ձեր հետ այդ հարցը կլուծեմ, բայց մի խաբեք։ Տեր հայր ջան, օրինակ նորաստեղծ ընտանիքները երբ որ ձևավորվում են, միշտ ասենք սկիսուր մայրիկները եւ զոնքաչ մայրիկները մի քիչ շատ են խառնվում այդ գործերի մեջ։ Իրենց կարծիքով փորձում են լավ անել այդ ընտանիքի համար, բայց մեկ-մեկ լինում այնպես, որ իրենք չափ ու սահմանը անցնում են։ Որտեղ է այդ միջամտության սահմանը, որ պետք է իրանք աջակցեն այդ զույգերին, բայց սահմանը չանցնեն, ինչպես անեն դա։ Նորապսակներին տվողս հարցից մեկն էլ նաև դա է, տղային է միշտ հարցնում, ասում եմ եկար տուն, տեսար մայրդ ու կինդ կռվել են, ում ես պաշտպանելու։ Պարզեցիր մայրդ է սխալ կամ հարցն է սխալ, ինչ պիտի անես, ինչ լուծում պիտի տաս, ասում եմ դե ես չեմ խառնվելու, թող իրան լուծում, արդեն սխալվեցիր, որովհետև մեծամասամբ գալիս է նաև տղամարդուց այս խնդիրները, Արթուր։ Երբ որ տղամարդը ինքը գնում է տուն, օրինակ իսուրը իր մայրը հարցը խնդիր է ունեցել, ինքը չի ուզում լսել կամ միայն մի կողմին է լսում, միանգամից բորբոքվում է, մյուս կողմին նեղացնում է, արդեն սխալը գնաց այդտեղից։ Ուրեմն նախ եւ առաջ տղամարդը կին, ովքեր որ ամուսնանում են իրար հետ, նորապսակները, իրենց տան որևէ գաղտնիք որևէ մեկը չպիտի իմանա։ Ոչ ծնողները, ոչ քույր ու եղբայր, ոչ ընկեր, ընկերուհի, որևէ մեկը չպիտի իմանա։ Մենք 15 տարի Դիլիջանում ենք ապրում, ոչ իմ ծնողները, ոչ երեսկնոջ ծնողները մինչ օրս չեն իմացել մենք ինչ ենք ուտում, ոնց ենք ապրում, ինչ ենք անում։ Լավ ենք, ուրախ ենք, երջանիկ ենք, վերջ։ Երբ որ դու գնացիր, օրինակ, կռվել ենք իրար հետ, օրինակ, գնացի ես իմ ծնողներին պատմեցի, ինքը իր ծնողներին պատմեց, բնական է, չէ՞, մեր ծնողները ամեն մեկը իրենց սեփական երեխային պիտի պաշտպանեն։ Հանկարծ կիսուրը հարցին չի պաշտպանելու, զոնքաշն էլ փեսային, չէ։ Երկուսն էլ իրենց զավակին պիտի պաշտպանեն։ Եվ այդտեղից պիտի սկսի խնդիրները եւ արդեն սխալ խորհուրդներ տալով պիտի կործանեն այդ ընտանիքը։ Դրա համար ես միշտ ասում եմ, ձեր խորհրդատուն քահանան է, պիտի գա քահանա հետ խոսի, թե քահանան երկուսից շահը պիտի պաշտպանի եւ երկուսից սխալների մասին պիտի խոսի։ Մեկ ուրիշ բան էլ կա,
արդեն գամ քո բուն այդ հարցին, օրինակ այս հետաքրքիր պատմությունով հարցիդ պատասխանեմ, երկու ընկերուհիներ հանդիպում են, ասում են ինչ կա, ոնց ես, ինչ արեցիր, երեխեքին ամուսնացրեցիր, թողեցիր, ասում են չես պատկերացնում աղջիկս ինչ լավ տեղ է ընկել, այնպես մի լավ փեսա ունեմ, մինչև առավոտյան սուրճը չի տանում, աղջիկս անկողնում չի խմում, տեղից չի վեր կենում, ասում են բա հարցդ, ասում են ոյ թաղեմ դրան, ասում են, մինչև էշ տղե սուրճը չի տանում, չի խմում, տեղից վեր չի կենում։ Հասկացա՞ր մարդկանց վերաբերմունքը, այսինքն իրենց աղջկան կարելի է, հարցին չի կարելի։ Երկրորդ Արտուր ջան, երբ որ որևէ մեկին սա տեսնում ենք պսակադրությունների ժամանակ, որ բոլորը շունչները պահած սպասում են, թե հարցը երբ պիտի ասի խոնարհեմ, հնազանդեմ, որ իրենք լսեն ու ծիծաղան, եւ ասեն տեսար, ասել ես հնազանդ ես։ Հարցը, որ մտնում է որևէ մեկի տուն, եւ եթե կիսուր մայրիկը խնդիրներ է ստեղծում, հարցի հետ անընդհատ գժտվում է, նշանակում է կիսուր մայրիկը նախ եւ առաջ իր տղային չի հարգում, իր տղային չի սիրում, իր տղայի պատիվը չի պահում, որտեղ նա իր տղայի ընտրությունն է եւ իր տղան է նրա հետ երջանիկ, եթե տղան երջանիկ է, դու իրավունք չունես միջամտելու, որևէ բան խոսելու։ Երկրորդը հարց, երբ որ գալիս է տուն, նա ստրուկ կամ ծառա չի գալիս, որ պետք է ամբողջ օրը հելնի ճաշ ռեփի, լվացք անի, տուն մաքրի եւ ոչ մի բան էլ իրավունք չունի, ասենք կամ 5 րոպե քնելու, հեռախոսը 5 րոպե նայելու իրավունք չունենա։ Այստեղ խնդիրը արդեն նորից էլի գալիս է հոգեվոր, դու ում ես բերել քո տուն եւ ինչու համար ես այդ աղջկան բերել քո տուն։ Նույնն է այն կողմը սխալ կարող է խորհուրդ տալ աղջկա մայր արդեն զոնքաճը, հանկարծ չխեղճանաս, լեզվի տակ չմնաս, ինչ որ պետք է երեսներին կասես։ Արդեն սխալ է այդ մոտեցումը, որ ինչ պետք է երեսներին կասես, չխեղճանաս։ Այսինքն, եթե դու խեղճացած ես եղել, դու խնդիրներ ես ունեցել, պետք չի քո խնդիրները փաթաթել քո զավակի վրա։ Եվ այս սխալ խորհուրդներից, Արտուր ջան, սկսվում է բոլոր գժտությունները։ Հետո մի տեսակ էլ կա սկիսուրների հետ կապված մայրական խանդ գոյություն ունի, Արտուր ջան։ Իրենք իրենց տղաներին խանդում են, չեն հանդուրժում։ Եթե հատկապես իրենք իրենց ամուսինների հետ երջանիկ չեն եղել կամ իրենց ամուսինը նույն հոգատարությամբ իրենց հոգ չի տարել, ինչպես իրենց տղան հարսին է հոգ տանում, ծաղիկ է բերում, նվերներ է գնում, միշտ իրար հետ տեղ են գնում, իրենք ավանդական ընտանիքների մեջ լինելով հատկապես սովետական շրջան անցած ծնողները չեն ունեցել, սկսում են հարսների հետ թշնամանալ։ Անընդհատ տղայի մոտ հարսից բամբասել խնդիրներ։ Դրա համար այսօր լավագույն տարբերակը առանձին ապրելն է։ Ես այդ հարցը միշտ նորից նորապսակներին տալիս եմ, ում հետ եք ծնողների հետ, թե առանձին։ Եթե առանձին ասում լավ, փառք Աստծո, եթե ընտանիքի ասում եմ մեծ կա, աղջկան էլ եմ զգուշում, ինչ պիտի անես, որովհետև տղայի մայրն է, անընդհատ իրավունք չունես քո ամուսնու մորից բողոքելու, որոշակի հարցեր միայն կարող ես հետը խոսել, բայց չտրամադրել իր մորի հանդեպ, որպեսզի այդ ընտանիքներում քանդում չլինի։ Էլի ոնց պատտվում ենք, Արտուր ջան, գալիս է հավատքի հարց։ Դու ինչպես ես վերաբերվում։ Օրինակ մի օր մի զույգ եկան ինձ մոտ, աղջիկը աշխատում էր այդ տղայի հոր կազմակերպությունում, իրենք շատ լավ այդ աղջկան ճանաչում էին, բայց մայրը դեմ էր նրանց ամուսնությանը։ Պատճառը ինչ էր, ասում էր, ինձ խելացի, կրթված հարս պետք չի, ինձ պետք է սուրճ դնող ճաշեպող հարս։ Եվ այնպես արեցին, որ այդ աղջիկը հրաժարվեց տղայից, ասելով, որ չեմ կարող ես սկզբունքներով ամուսնալ ընտանիք, որովհետև սպառնացին տղայի կողմը, որ քեզ ամեն ինչից կզրկենք, սոված կմնաս, եթե դու հանկարծ այդ աղջկա հետ ամուսնանաս։ Բայց ինչ իրավունք ունեն ծնողները խանգարել ամուսնությանը։ Ցավոք սրտի մեր մեջ այսպիսի մտածում կա, որ երեխաները մեր սեփականություններն են, ինչպես ուզենք, այնպես էլ կվարվենք երեխայի հետ։ Երեխաներն էլ են Աստծո սեփականությունը, պարզապես ծնողը տրված է այդ երեխային դաստիարակելու, պահպանելու, մեծացնելու եւ աստվածապաշտ դարձնելու, բայց ոչ իշխելու եւ սեփական եսը թելադրելու համար։ Կան այսօր էլ մինչեւ այսօր 21-րդ դարին այդ դեպքերն ունենք, որ ծնողը ստիպում է, որ սիրես թե չսիրես, պետք է ամուսնանաս սրա հետ, ես այդպես եմ ուզում։ Սա էլ արդեն գալիս է ծնողի հպարտությունը, եսասիրությունը, որ
իր եսից այն կողմ ինքը չի գա։ Շատ հաճախ այսպես են ընտանիքները քանդում, ստիպողաբար ամուսնացնում են կամ բարեկամ են, խնամի են, ամոթ է, այսպես, հետո այդ մարդիկ դժբախտանում են, ամեն մեկը գնում է իր կյանքով ապրելու, իսկ ասենք այդ աղջիկը կամ տղան տառապում են։ Շատ են սիրում իրանց երեխեքին ու ուզում են ինչ-որ լավ բան անեն, բայց սիրով ուզում են խառնվել այդ ընտանիքների մեջ, դա ավելի վտանգավոր է։ Այս սիրո մեջ նաև կա հիվանդագին չպետք է սիրես։ Սա լուրջ խնդիր է մեր հայկական ընտանիքում, հիվանդագին սիրել պետք չի զավակիդ։ Դա խնդիր է, որովհետև ես շատ կիսուրներ գիտեմ, որոնց պատճառը, ասենք, բաժանության պատճառ են դարձել, որովհետև իրանց տղային այնքան են սիրել, որ խանդը Այդ հիվանդագին սիրն է, ու նաև ջան, այդ հիվանդագին սիրով տղաներն են է գիտեմ, որ իրենց ծնողի մասին ասել են մեր տան Աստվածը, մեր մայրն է, մենք մեր մորը պետքա բոլորս պարտավորենք, հարգենք, սիրենք, այս տանը մայրը ինչ ասեց, տենց պետքա լինի։ Բայց քանի որ նաև ընտանիքում եղել են հայրեր էլ, բայց մայրն է գլխավորը եղել այդ տղայի համար։ Այդտեղ էլ արդեն տղամարդու խնդիրը կա, որ տղամարդը ինքն էլ է այդ հարցը պիտի լուծել եւ պիտի կարողանան այնպես անել, որ ասեմ, հավատքի հարցը Արտուր ջան, առանց հավատքի այս հարաբերության բոլորը ձգտել են իշխել, բոլորը։ Դրան էլ գումարած երբեմն տալերը, որ տանն են, ամուսնացած չեն, իրենք էլ են իշխում, հավասար ամուսնություն են անում իրենց հարցների համար։ Սա էլ խնդիր կա։ Նորից եմ ասում, երբ որ չկա, ում համար եւ ինչի համար, այսինքն երբ որ դու երջանիկ չես, պարտադիր չէ որ ուրիշներն էլ դժբախտ լինեն։ Դու պետք է ամեն ինչ անես, որ այդ երջանիկ մարդը ինքը ավելի երջանիկ դառնա։ Ոչ թե քո դժբախտություններ փաթաթես մեկ ուրիշի վրա։ Իսկ երբեմն նաև լինում է, որ նամանավանդ նորապսակ զույգերի մոտ է լինում դա, որ ասենք սկիսուրին կամ զոնքաչին վիրավորեն խոսքի ընթացքում, չուզենալով կարա լինի դա, կամ ասենք ինչ որ մի բան ասեն, որ ասենք սկիսուրի կամ զոնքաչի դուրը չեկավ, դառնա ասենք ինչ որ պատմություն։ Ինչպես կարելի է դա նենց շտկել, որպեսզի պատմություն, թատրոն դեն, որ ասում է թատրոն թամաշա չդառնա ընտանիքներում։ Արտուր ջան, նայ, հաներ կան, որ օրինակ հիմա աղջիկը, չէ, ասենք ինքը ապրել է մի տան մեջ, օրինակ 25 տարեկան մի աղջիկ ամուսնանում։ Ինքը 25 տարի ուրիշ տան մեջ է, չէ, ապրել, որ այդ ընտանիքի մեջ ուրիշ օրենքներ կան, սկզբունքներ կան, հայրը կամ մայրը ասենց շատ խիստ չեն վերաբերվել, կամ իրենց տան մեջ հայոյան, կարհամարան կամ իմ ու քո չի եղել, հետո այդ մարդը վերջը գալիս է ուրիշ ընտանիք, այստեղ էլ ուրիշ օրենքներ կան, այսինքն դու առաջին օրից չես կարող այդ աղջկան պարտադրել, որ այսպես պիտի լինի, ինքն էլ չի կարող ասել, գիտես, իմ հոր տան մեջ է սենց է ապրում, հիմա սա քո հոր տան մեջ դու կարող առավոտյան 12-ին էր արթնանում, հիմա պետք է ստեղ առավոտ 9-ին արդեն արթուն լինես։ Որտեւ այս տան մեջ էլ ուրիշ դրվածքներ կան, օրենքներ կան այստեղ։ Ռուսական խոսքը չէ՞ որ ասում է քո իրավունքներով ուրիշ վանք մի մտիր, էլի, այսինքն այս վանքում ինչ օրենքներ կան, դու այս օրենքներին պիտի ենթարկվես։ Նույնը այնտեղ է։ Նայր Արտուր ջան, այդ խնդիրը, որ հիմա ասեցիր, պատահաբար կամ միայն, կարող է ուրիշների ներկայությամբ հումոր անես կիսուրիդ հետ կամ տեսան զոնկաչի հետ, ու խնդիր դառնա դա, մեծ խնդիր։ Վիճվելու աստիճան, թե դու ով էի, որ այդքան մարդկանց մոտ էսես։ Բայց այսինքն նայես այդ մարդը դիտավորյալ արել, թե չէ, կամ եթե հումոր արել, ասենք հումոր, այսինքն հիմա դու ինչի դու դրանից վատ զգացիր, չարացար, նույնը կարող է կիսուրը հարսի հետ մի հատ հումորային ինչ-որ մի բան ասի, հարսը դրանից բորբոքվի, մեծ պատմություն դառնա, տղային խառնեն, հետո ծնողներին կանչեն, այսպեսի մեծ պատմություններ, պետք է խոսել, ոչ թե բամբասել ուրիշների մոտ կամ գնաս քո հարևանի մոտ, քո հարսից բամբասես, որ հարևանը գա հարսիդ պատմի ու թշնամություն դառնա, լավ կլինի, որ դու միշտ քո հարսի կամ հարսնել կիսուրի հետ խոսեն, շփվեն, ընկերուհիներ դառնան։ Սա շատ կարևոր բան է։ Եթե դու չընդունեցիր իրեն, վերջ, արդեն ինչ էլ ինքը անի, քո դուրը չի գալու։ Մի օր մի հարս գնում է մի բժշկի մոտ, ասում է, խնդրում եմ, ասում է, թույն կտաս կիսուրի սպանեմ, էլ չեմ դիմանում, էլի։ Ասում է կտամ 6 ամսվա ընթացքում կմեռնի կիսուրը, բայց ամեն անգամ, որ այդ դեղ ուզենա ինքը, որ կաթացնես, կասես մամ ջան, խնդրում եմ խմի։ 6 ամիս հետո գալիս է ասում է, չէ, ասում է, չեմ ուզում որ կիսուրս ման, ինքը շատ լավ մայր է, ասում է, բալես
ես քեզ թույն չէի տվել, պարզապես ջրի կաթիլներ էր։ Դու իրեն ասեցի մամա ջան, ինքն էլ քեզ ասես բալա ջան։ Ինձ պիտի ջան ասի, ես էլ իրան ջան կասեմ, ինքը ինձ սիրով կխոսես, ես սիրով, չէ։ Էլի ամեն բան ոնց պտտում ենք, վերադառնում ենք, գալիս է որ խնդիրը հոգևոր է։ Հոգևորը չկա, որ հանուն Աստծո պիտի այս բան այսպես անես, դիմանաս, չխոսես։ Հարցները կան, որ շատ խոնար են, հեզ են, ամբողջ օրը բամփը գլխներին են։ Կան, որ կիսուրներ շատ լավն են, բայց հարսին դուր չի գալիս այդ ամեն ինչ, ինքն ուզում է առանձին տեղ ապրի, անընդհատ խնդիրներ է։ Սրանք էլ կան, Արտուր ջան։ Բայց երբ որ մարդը Աստծուց չի ամաչում, մարդ չի վախենում, մարդկանցից ամոթ չունի, ինքը ամեն ինչ էլ ընդունակ։ Նույնիսկ իր չարությունով կարող այնպիսի բաներ անի, որ իր զավակները գյուղում, քաղաքում ամոթով մնան, խայտարակ լինեն, բայց ինքը թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Տեր Հայր ջան, օրինակ կան կիսուրների տեսակներ, որոնք չեն կարող փոխվել։ Իրենք ընդհանրապես այդ մարդը կարող է 70 կամ 80 տարեկան է, դու այդ անձնավորությունը չես կարող փոխել, բայց այդ մարդը սիրում է խառնվել անընդհատ։ Այդ մարդը չի կարա չխառնվի այդ ընթացքում։ Ինչքան էլ տղան ասի քո գործը չի մայրիկ կամ թեկուզ զոնքա չլինի, կիսուրը չլինի, բայց այդ անձը սիրում է խառնվել եւ իմանալ ամեն ինչ ընտանիքի մասին։ Երևի ինչ որ չափաբաժնով ինֆորմացիա տան, բայց թույլ չտան խառնվի, ինչպես անեն որ չխառնվի այդ մարդը։ Արտուր ջան, էլի կախված է տղայից ու աղջկանից, նախ իրենք այդպիսի դեպքերում երբ պիտի խառնվեն, ճիշտ առանձին ապրելն է, եւ նորից եմ ասում, թե տղամարդը թե կինը ոչ մի բառ չպիտի խոսի որևէ տեղում, այդ գաղտնիությունը շատ կարեւոր բան է։ Երբ որ օրինակ մի անգամ դու գնացիր բողոքեցիր կնոջիցդ մորդ մոտ, աղջիկը մոր մոտ փեսայից բողոքեց, դու ոնց որ այսպես իրան հնարավորություն ես տալիս անդադ հետաքրքրվելու։ Մի հետաքրքիր բան պատմեմ, մի օր երես կնոջ տուն են գնացել, հայրական տուն, մայրը հիվանդ է, չգիտեմ երեսքինը տեն ստիպել էր որտեղ խմի կամ թե վրան ջղայնացել էր, հիմա զոնքաշ մայրիկը ինձ բողոքում է երես կնոջից, քույրն ասում է աշխարհից բանը նայեք, ասում է զոնքաչը փեսային բողոքում էր աղջկանից։ Այսինքն ջերմ այդ հարաբերությունը պիտի պահես ընկերական, Արտուր ջան, որպեսզի ամեն ինչի մեջ սահմանը չանցնի եւ կարողանաս այդ ամեն ինչի մեջ նորից պահել մտերմություն ու բարեկամություն։ Ետ կախված է տղամարդուց ու կնոջից, երկուսից միաժամանակ, որպեսզի իրենք հասկանան, այսինքն սա մեր տունն է, մեր գաղտնիքներն են, ոչ մեկ չպիտի իմանա։ Վերջ։ Երբ որ մենք եկել ենք Դիլիջան, մենք այստեղ տուն գնեցինք, նորոգություն ենք անում 5 տարի, ոչ իմ ծնողները, ոչ երես կնոջ ծնողները չեն իմացել, որ մենք տուն ունենք, գնել ենք, սարքում ենք, պատրաստ եղել իրենց կանչել ենք, ասել ենք համեցեք, սա մեր տունն է, եկեք ուրախացեք։ Վերջ։ Դու ես որոշում։ Եվ որևէ բան մեր տանից, մեր զավակներն էլ մեզ հետ, որևէ մեկին, թե են կողմին, թե են կողմին, չենք պատմում, չենք խոսում։ Լավ ենք, երջանիկ ենք, ուրախ ենք, դուք էլ տեսնում եք, որ մենք երջանիկ ենք, այդքանով ուրախացեք մեզանով։ Այդպես մի հատ հայտնի խոսք է, չես մեկ քանի հարս է կիսուրս էր վատը, դարձա կիսուր հարսս էր վատը։ Երբ որ դու չես ուզում հասկանալ որը որից հետ է, դու ուզես կարող ես մեղավոր գտնել, Արտուր ջան։ Դա հոգատարության բանը, դա քիթը խոթել չի քո անձնական կյանքի մեջ։ Ես Դիլիջանում եմ ապրում, մերոնք Էջմիածին են ապրում, զանգում եմ, ասում եմ, պապ ջան, 2 օրով Վրաստան եմ գնալու, անհասան է որ լինեմ, չանհանգստանաս, ես հասնեմ տեղ կզանգեմ։ Չէ, դա նորմալ է, դե բարձա ծնող է, դուք գիտեք, որ անհասանել եք լինում, զգուշացնում եք։ Հա, ինքն էլ կարա զանգի ասի, ինչ կա, ուր հասակ, ուր եք, բայց դա չեղա, որ ինքը հետարկվում է տենա ես ինչ եմ անում կամ ինչ կերը, ինքը ուզում է տենա լավ ենք թե վատ ենք։ Հիմա երեկոյան զանգեց, ասում երեխեք ուր են, հայրիկս խոսենք, ասում եմ ավետիքը տալի աղբը թափել, ասում է բա որ ճանապարհով գնաց, այնտեղ բա մութ չի, ավտո չի գալու։ Ինքը անհանգստանում երեխեն հանկարծ մութը տված բան չպատահի փողոցում։ Այդ չեղա որ ինքը մտավ ընտանիքի մեջ տեսնի ինչ կա այնտեղ մենք ինչ ենք անում։ Հա, չէ, դա ճիշտ եք ասում, իհարկե, բայց ծնողը անհանգստանում է։ Դիմացիններ պետք է ինքը դա ըմբռնումով մոտենա։ Վերջը իր զավակն, հա, լավ է որ քո ամուսինն է, բայց նաև նրա զավակն է, նա է պահել մեծացել տվել քեզ։ Օրինակ ինչ խորհուրդ կտա երիտասարդ զույգերին,
որպեսզի իրենց կեսուրների հետ հարաբերությունները լինեն օրտնված, այլ ոչ թե լինեն շատ ծանր եւ ոնց որ ասած անիծված։ Արտուր ջան, թե կիսուների պարագային որ խոսեցինք, թե հարցների պարագային, նա նրա զավակն է, այսինքն կիսուրը իր տղային պիտի հարգի տղայի ընտրությունը, հարցն է պիտի հարգի իր ամուսնու ծնողին, ամեն դեպքում իր ամուսնու, այսինքն դու ինչ որ անում ես, թեկուզ որ ներեսել կիսուրի, դու քո ամուսնու համար ես անում այդ ամեն ինչ, որովհետև եթե դու սիրում ես, ի հանուն իրա ես այդ ամեն ինչը անում, ոչ թե ինչ որ մեկի համար, դու դրանով չես նվաստանում, ու հանուն իրա այդ քայլին գնում ես, դի հարգես քո ամուսնուն, սա է իր ծնողն է, այդ մեկն է, բայց չես կարող պահանջել կամ ես կամ ինքը, չկա այդպեսի բան, չի կարելի նման բան անել, ես կամ ինքը, նույնն էլ կիսուր իրավունք չունի տղային ասելու կամ ես կամ կնիկդ, չպիտի այդպեսի բան լինի։ Սա գիտակցես, հասկանաս, դա քո ծնողն է, նա էլ իր ծնողն է։ Մի օր ամուսիններով պայմանավորվում են, Արտուր, որ ով որ տան դուռը ծեծի, երբեք չբացեն, գնացել են հանգստանալու, գիշերով գալիս են ամուսնու ծնողներն են թակում, ասում են, չէ, ոնց պայմանավորվել ենք, չենք բացում, թողնում գնում են, երկու օր հետո աղջկա ծնողներն են գալիս, որ շատ են թակում, աղջիկը խնդրում է դուռը բացել են տալիս։ Ամուսինն ասում է, ես աղջիկ ունենամ, որ իմ երբ որ դուռը թակեմ, իմ դուռը բացող լինի։ Այս ամբողջ ինչի ես օրինակը բերեցի, այսինքն դու պիտի ծնողին հարգես այնպեսին, որովհետև քոնն է, քեզ համար անքուն գիշերներ է անցկացրել։ Հա, ծնողներ կան, որ սարսափելի ցավ կարող են պատճառել քեզ։ Բայց դրանց ատելությամբ, չարությամբ չի կարելի լցվել։ Իսկ սիրես իրենց, աղոթես իրենց համար, թեկուզ իրենք քեզ առեն համարում։ Չպիտի չարանալ իրենց հանդեպ։ Տեր Հայր ջան, հաճախ մենք երբ որ խոսում ենք երեխաների մասին, դուք ասում եք, որ երեխաները ասում են այն, ինչ տեսնում են, այլ ոչ թե անում են այն, ինչ լսում են։ Այսինքն, այն ինչ իրանք ծնողներից տեսնում են, դա են կատարում, բայց երբ որ ծնող իրանց ասում է սա վատ բան է, մի արա, իրանք դա չեն լսում։ Ինչի՞ց է դա գալի, կարող ենք դա բացատրել, ինչ անեն, ասենք ծնողները այդ դեպքում։ Արտուր ջան, որոշակի բաներ կան, որ ընդունում են, հասկանում են, բայց բաներ կան, որ իրենց համար երբ որ հասկանալի չէ, դու ինչքան էլ իրենց ասում ես, որ սա վատ բանը մի արա, ինքը ուզում է անպայման հասկանալ։ Օրինակ, երեխան մինչև վառանի վրա ձեռքը չի վառում, չի հասկանում, չէ՞ որ կրակետ խաղալ չի կարելի։ Ինքը անընդհատ գնում է ձեռքը տանում է վառարանին կպցնելու, դու ամեն անգամ այդ խնդիրն ունենում ես։ Եվ ինչքան էլ իրեն ասես մի արա, բայց ինքը պիտի անի։ Հիմա երբ որ Աստված դրախտի մեջ դրեց ամեն բան, ասես չուտեք այս պտղից կմեռնեք, երբ որ Սատանան Եվային ասաց չեք մեռնի, այլ հակառակ Աստվածներ կդառնաք, ինքը Եվան կամ Ադամ իրենք մահվան մասին գաղափար չունեին, խավարի մասին գաղափար չունեին։ Իրենք լույս էին տեսել, հավիտենություն էին տեսել, կյանք էին տեսել, եւ իրենք ուրիշ բանից գաղափար չունեն, ուզեցին իմանալ նաեւ ինչն է, ինչ է։ Դրա համար մենք միշտ ասում ենք արգելված պտուղը միշտ քաղցր է։ Սա էլ որպեսզի երեխան ընկալի այդ բանը, որ չի կարելի, հիմա դեռահաս աղջիկը չէ, երկուսս էլ նույն տարիքի երեխաներ ունենք, աղջիկներ ունենք, երբ որ իրենք արդեն մեծանում են, ինչ են, արդեն ուզում են իրենց գեղեցկության մասին են, չէ՞ մտածում, ունքերը գեղեցիկ լինի, մազերս հարթարված լինի, լավ օծանելիք գծեն, գեղեցիկ շոր հագնեն, այսինքն ինքը արդեն այդ երեխայական աղջկական վիճակից ինքը մտնում է օրորդական վիճակ։ Դու պարզապես դրան հսկես, որ ինքը այդ անցումային փուլի մեջ ոչ թե չանի, այլ մեծ խավների մեջ չհայտնվի, այսինքն իր արարքները պատճառ չդառնան խայտառակվելու, ասեկոսենելու, իր հեղինակությունը կորցնելու, բայց ինքը մեկը ինչքան էլ արգելես պիտի գնա բզբզի որոշակի բաներ իմա, դրա համար հասկանալի չէ։ Եվ երբ որ դու հանկարծ սկսես գոռալով իրեն դա հասկացնել կամ սպառնալով, ինքը արդեն ավելի է հետաքրքրվում դրանով, որպեսզի ինքը իմանա։ Հասկացա՞ք ինչն է խնդիրը այստեղ։ Մենք էլ մի բան, որ մեզ համար հասկանալի չէ, մենք անում ենք, չէ՞ էլի, ուզում ենք հասկանանք ինչու։ Օրինակ ինչու են ասում կոլա խմելը վատ բան է։
եթե մեկը չի խմել ընդհանրապես կոլա, դու ոնց կարաս իրեն համոզես, որ դա վատ բան է։ Ուրեմն դիմի անգամ փորձի ինքը համոզի, վատ է թե չէ։ Եվ երշիկ, ասենք, մի անգամ ինչ տեսա, որ ծնողները երեխային անդադար արգելում են երշիկ ուտել, որ վատ բան է մի կեր, մեկ էլ մի օր մեկի տանը տեսա, որ այդ երեխան անդադար երշիկները սեղանի ուտում է։ Որտեվ իր համար հաճելի էր այդ երշիկ ուտելը։ Դու իրան պիտի բացատրես արկեր, հետո որ ինքը տեսնի համը կամ հոտը նոր ասես, այ որ տեսար սա կերար, բայց երբ որ ինքը չի կերել, չգիտի, դու ինչքան իրեն բացատրես ինքը վատ բան է, ինքը նայում է 1000 հոգի ուտում են, վատ բան չեղավ, ինչու է ինձ համար վատ։ Նույնը ծխել է, հիմա դու չես ծխում, բայց շատ ծնողներ ծխող, ծխախոտը բերանին ասում են, այ տղա ջան, ծխել ես աշկերտ կհանեմ, ծխել է վատ բան է։ Ինքն էլ հարց, բնական հարց, եթե ծխելը վատ բան է, ինչու ես ծխում։ Եթե խմելը վատ բան է, դու ինչու ես խմում, մի հատ էլ խմած նստում ես մեքենայի ղեկին, քշում ես մեքենան։ Այսինքն երեխան տեսնում է ու չի կարողանում իր գաղափարի մեջ տեղավորել, թե ինչի հայրս ծխում է, բայց ինձ ասում է մի ծխի։ Ապրես, եթե վատ բան է, ինչու է ինքը անում։ Ինչքան էլ դու իրան բացատրես, որ գիտես, դա սենց է, նույն բանը, խնդիրն է, դու անում ես այդ ամեն ինչը։ Եթե դու հայոյանքով ես խոսում կամ սուտ ես խոսում, ոնց ասես, որ հայոյելը կամ սուտ խոսելը վատ է, որ քո երեխան գիտի, որ դու այդ ամեն ինչը անում ես։ Մի օր ամուսինները իրենց փոքր աղջկան տանում են, քննացնում են եւ գալիս են հյուրասրահ, մայրը հանում է զգեստները, ասես թափանցի գիշերազգեստ է հագնում, կոնյակ է լցնում բաժակի մեջ, սիգարը վառում եւ սկսում ծխել ու խմել։ Երբ որ պարկում են քնելու, աղջիկը, փոքրիկը քնաշնում, դրան արանքից նայվեց է լինում։ Գալիս է նույն շորերը հագնում է, գինին կոնյակը լցնում է, սիգարը վառում, այդ շորը միանգամից բռնկվում է, երեխան վառվում է։ Երբ որ մայրը ասում է, աղջիկս ինչու արեցիր, ասում է, մայրիկ ուզում էի քեզ նմանվել։ Վերջ։ Ուրիշ հարց է, որ դու իրեն հոգևոր կողմով բացատրես, որ մեղք է, սխալ է, որ Աստված ինքն պիտի գոնե Աստծո մասին պատկերացումներ ունենա, որ հասկանաս սա քո փրկության համար է, բայց քանի որ ինքը դեռ այդ հոգևոր դաշտում էլ հասունացած չի, շատ դժվար է իրեն։ Ուրեմն պիտի հսկես իրեն եւ զգուշացնես ամեն քայլակողին կողքը լինես, որ ինքը դրա մեջ մեծ մեղքերի մեջ չհայտնվի, ինչը որ իր գիտակցության մեջ կա, որ սա չի կարելի։ Հիմա Եվրոպայում խնդիր ունենք, չէ՞, թմրանյութը, այսօր արդեն Հայաստանում էլ հատկապես տղաները, այստեղ 11-12 տարեկանից տղաները ծխում են։ Որովհետև ասենք փողոցն էլ նաև դեր ունի, որ ծխելը ինքնահաստատվելու միջոց է, եթե դու ծխող չես, ուրեմն դու ուժեղ տղա չես, եթե դու հայոյող չես, ուրեմն դու վախոտ ես, ղզիկ ես, այսինքն մարդը երբեմն ստիպված անում է այդ ամեն ինչը եւ դառնում է սովորություն, Արտուր ջան։ Օրինակ բանակում այսօր շատ տարածված է Հայաստանում հայոյանքը։ Սպաները, զինվորները, բոլորը հայոյում են իրար։ Հայոյանքով են խոսում իրար հետ։ Այդ աղբը շատ վտանգավոր է մեր հասարակության մեջ։ Այսինքն աղոթելու փոխարեն մարդիկ հայոյում են։ Կամ փողոցում քայլում ես, լսում ես տղաներ են երիտասարդ զրուցում են, ամեն երկրորդ բառը հայոյանք են օգտագործում։ Որ կանչում եմ, ասում եմ, բայց ինչու եք հայոյում։ Դե ասում տեր էր սովորություն է, ասում սովորություն չի, դու պիտի հասկանաս, որ սխալ է, հայոյել չի կարելի։ Հայոյանքը ինչ է, Հակոբ Պարյանը կասեր, փաստերի սոր։ Երբ որ խոսելիք չունես, միտքը չի գալի բառեր, սկսես հայոյանքով խոսել, դատարկություն պիտի հայոյանքով լցնես։ Կանայք այսօր ղեկին շատ հայոյում են, մեքենան արագ կամ հայոյանքով են խոսում դիմացինի հանդեպ։ Դու միայն քեզ ես վնասում, այսինքն ուրիշներին վնաս չես տալիս։ Օրինակ ծնողներ կան երեխաների հանդեպ, որոնք շատ խիստ են ու շատ խստապահանջ են ամեն ինչում, ու կան նաև հակառակը, որ ամեն բան թույլատրում են։ Ասենք որտեղ է այդ չափանիշը, որտեղ է այդ սահմանը, որ ծնողը հասկանա, որ այս շատ թույլատրելն էլա վնաս, շատ խստապահանջ լինելն էլա վնաս, ոնց հասկանա ծնողը, որտեղ կանգնի, ասենք, այդ ոսկե միջինը որն է։ Արտուր ջան, շատ խստապահանջությունը երեխան ինքը անդադար սպասում է, թե երբ ինքը չափահաս պիտի դառնա, որ արդեն ինչ ուզի անել, ծնողը չկարողանա ղեկավարել։
Ես շատ հաճախ իմ զավակներին ասում եմ, քանի դուք իմ տանն եք ապրում, ինձ հետ եք ապրում, մեր տան օրենքները սրանք են, մենք այս օրենքներով պիտի ապրենք։ Ոչ թե ես ստիպում եմ, իրենց պահանջում եմ։ Մենք ես էլ երեսկինը օրինակ ենք ծառայում։ Ասում մեր տան օրենքը սա է, այս օրենքով պիտի ապրեք։ Երբ որ կգնաք ուրիշ ընտանիք կամ կամուստան աղջիկը դու քո կինը կունենաս, դուք կարող եք ձեր տան մեջ ձեր օրենքներով ունենալ, բայց սա է օրենքը, ոչ թե որ մենք մեր քմահաճույքով պարտադրում ենք, ասում ենք որ սա է Աստծուն հաճելին, սրա համար ենք այսպես անում։ Սա մեկ, ինքը կարող է բերել նաև հակառակ, որ ինքը արդեն վերջում որ մի անգամ սկսի անել ու անդադար ընկնի դրա մեջ։ Երկրորդն է, որ դու ամեն ինչ թույլատրում ես, հետո շատ դժվար է այդ մարդուն կանգնեցնել։ Երբ որ մարդը իրեն ամեն ինչ միշտ հասանել է եղել, ինքը չի կարողանում հետո դժվարություններ հաղթահարել։ Երբ որ դու քո երեխային փոքրուց սովորացնում ես իր գրպանում ամեն օր 10,000 դրամ պիտի լինի, ինքը վարժվում է այդ 10,000 դրամին, հետո որ ինքը չի կարողանում վաստակել, արդեն սկսում է ուրիշ մեղքով, սխալ ճանապարհներով, խաղադրույքներով, խաբելով մյուս ճանապարհներով այդ 10,000 դրամ իր գրպանում ապահովել։ Ուրեմն դու պիտի մարդուն ոչ թե քո ցանկություններով, քո խստասրտության կամ բաց թողումով ապրես, այլ դու պիտի անդադար հետաքրքրվես, որ զավակը տեսնես ինչի մեջ է ապրում, ինչ արժեքներ է դավանում, ինչի համար է ուզում ինքը այդպեսին լինել։ Օրինակի համար, երբ որ երեխան ուզում է դհոլի գնալ, դու պետք չի ուրեմն պարտադրես, չէ դու դաշնամուրի պիտի գնաս։ Եվ քո ցանկության, կամ եթե դու երազել ես ջութակ նվագել, քո երազանքը չի կատարվել, չպիտի քո զավակին ստիպես, որ ինքը գնա անպայման ջութակ նվագի, բայց ինքը կարող է շատ լավ կիթառ նվագել։ Ինչ ես դու ստիպում ինքը ջութակ, որովհետև դա քո երազանքն է, քո երազանքը պետք չի փաթաթել զավակի վրա։ Եթե դու ուզում ես քո զավակը զինվորական լինի, բայց ինքը չի ուզում, իրավունք չունես իրեն պարտադրել, չէ որ դու գիտես անպայման պիտի զինվորական դառնաս։ Ոչ, այդպես չի կարելի։ Դու պիտի երեխային լսես, ուղղություն ցույց տաս, օգնես, փորձի, որ վերջում հասկանա ինքը ինչ է ուզում դառնալ։ Իր նպատակը, այսինքն իր երազանքը, իր նպատակը, իր ցանկությունը ինչ է։ Դու պիտի օգնես այս ամենը հասկանալու, որ ինքը տեսնի սա լավ է, թե վատ է, ինքը սրա մեջ երջանիկ է, թե երջանիկ չէ։ Իսկ որ տարիքից արդեն երեխան կարող է արդեն որոշել ինքը ինչ է ուզում դառնալ ապագայում, ինչ է ուզում դառնալ։ Օրինակ Եվրոպայում դպրոցներում արդեն 12-13 տարեկանից ինչ որ չափով ձևով երեխան որոշում է կայացնում, թե ինչ գնա սովորի, որ այդ դպրոցը ավարտելուց հետո ինչ կարողանա շարունակի եւ ինչ մասնագիտություն ձեռք բերի։ Բայց դա արդյոք ճիշտ է այդ տարիքից երեխան արդեն կարող է հասկանալ, զգալ, որոշում կայացնել։ Արթուր ջան, հիմա Հայաստանում էլ ավագ դպրոցները մեր, երբ որ դու ավագ դպրոց ես գնում, կա ֆիզմատ ուղղությունը, կա հումանիտար ուղղությունը եւ կա մի ուրիշ ուղղություն, ասենք։ Հիմա դու ես ընտրում, եթե ուզում ես հումանիտար ուղղության, գնում ես այդ ոսկը, եթե ուզում ես իրավաբանական, գնում ես իրավաբանական, դա արդեն երեխան որոշակի 14-15 տարեկան արդեն մոտավոր պատկերացումներ ունի ինքը։ Ինչ է ինքը ուզում։ Բայց ինքը կարող է ընթացքում էլ, հիմա ես իմ ամբողջ կյանքը երազել եմ զինվորական դառնալ, իմ մտքով մեկ օր չի անցել հոգևորական դառնալ։ Ես ինձ համար զինվորականությունը իմ կյանք էր, դրանով պիտի ապրեի, ես պիտի գնայի հատուկ դեսանտային զորքեր ծառայի, այսպես, բայց մի օր եկա, որ ես հասկացա, որ ես Տիրոջը ծառայեմ, Տիրոջ կանչը ինձ բերեց, որ ես գամ եկեղեցում Քրիստոսի զինվորը դառնամ։ Ոչ ոք չէր հավատում, որ ես պիտի գնամ հոգևորական դառնամ։ Ոչ մեկ չէին ասում, ես աշխուժ, սենց անդադար, սենց անհանգիստ կյանք ապրողը ոնց կարող մի օր գնա հոգևորական դառնա։ Հիմա դու քանի մասնագիտություն ես փորձել։ Շատ։ Փորձել աշխատել շատ։ Հիմա օրինակ 20-րդ դարում մարդը 2-ից 3 մեր սերունդը 2-ից 3 մասնագիտություն հասցնում էր սովոր, որովհետև կյանքի դրվածքը այդպես էր, չէ՞։ Հիմա այս նոր սերունդը իր կյանքի ընթացքում գոնե մի 7-8 մասնագիտություն կարող է փոխել։ Որովհետև կյանքը արագ զարգանում է, կյանքը արագ փոփոխության է ենթարկվում, դու կարող ես լավ նկարիչ լինես, բայց երբ որ տեսնես քո նկարները չի վաճառում, արվեստը քեզ չի հետաքրքրում, դու գնաս սկսես քանդակ անել։ Երբ որ տեսնես քանդակն էլ հետաքրքիր չի, գնաս ոսկերչություն։ Դու ինքդ ոսկերչություն արել ես, հիմա օպերատորություն ես չի անում, նկարում ես, մոնտաժ ես, այսինքն կյանքը քեզի բերում է այնտեղ, որ դու ամեն ինչ փորձում ես դրա մեջ։ Մանավանդ այսօրվա զարգացող աշխարհում, որ նաև գնում է արդեն ռոբոտացման այս
արհեստական բանականությունների հերթին, որ էլ շատերը չեն էլ մտածում արհեստական բանականությունը հանրամից իր գործը կատարում է, դու ուզես թե չուզես ստիպված ես լինելու շատ բաներ փոխել քո կյանքի մեջ անդադար։ Պետք է հարմարվես այս կյանք, բայց այս ամեն ինչի մեջ ինչ որ կլինես, շատ կարևոր է որ մենք զավակների մեջ պահպանենք հոգևոր գիտակցությունը եւ մարդ մնալը։ Այսօր ցավոք սրտի մենք մարդու կարիք ունենք, Արտուր ջան, մարդու, իրական մարդու կարիք ունենք մենք, որ հոգևոր լինի, արժեքներ կրող լինի, բարոյական լինի եւ վերջապես մարդասեր լինի։ Մենք այսպիսի մարդի կարիք ունենք եւ կարևոր չի դու ինչ մասնագիտություն կունենաս վաղ թե ուշ։ Կարևոր է ամեն ինչ մարդ մնաս եւ երբեք հոգևոր դիմագիծը քո բարոյական արժեքներին չդավաճանես ու չհեռանաս դրանցից։ Ոչ դու, ոչ ես, այս որևէ ծնող չի կարող իր զավակի համար ապագա պատրաստել, չէ՞, մենք չենք կարող ապագա պատրաստել իրենց համար։ Մենք ընդհանրապես կարող ենք իրենց պատրաստել ապագայի համար։ Մենք իրենց պատրաստում ենք, որ ապագայում ինչ որ կլինի, նորից իրենց մարդ տեսակ եւ հոգեվոր լինելը չկորցնեն, առանց Աստծո չփորձեն ապրել այս աշխարհի մեջ։ Բայց ասենք ես ցավ եմ ապրում, բայց շատ եմ նկատում։ Գիտեմ շատ ընտանիքներ արդեն գալիս է մի պահ, որ երեխաները մինչև 11, 12, 13 տարեկան ծնողների հետ հեզո հնազանդ գալիս են եկեղեցի, աղոթումել են, ամեն ինչ նորմալ, նայում ես հավեսդ գալիս է ու հանկարծ այդ չափահասության տարիքը այդ որ արդեն օրիորդ են դառնում աղջիկը, տղաները արդեն զգում են, որ իրանք տղամարդ են դառնում, դեպի պատանեկություն են եթում, իրանք փոխվում են ու արդեն ուզում են ոնց որ ասած մի ձև հրաժարվում են եկեղեցի գնալուց, արդեն իրանք որոշում են կայացնում, որ չեմ ուզում գնամ, ինձ հաճելի չի, ինձ անձրալի է, կամ ես ու այս բանն եմ ուզում անեմ, ու կամաց իրանք հետ են դառնում, ասենք ու դա կատարվում է հենց հավատացյալ ընտանիքներում։ Ինչպես կարելի է նենց անել, որ այդ երեխաները չհրաժարվեն, որտեղից սկսվի, որտեղ են բաց թողումը արել ծնողները։ Արտուր ջան, նայ, երբ որ բաց թողման խնդիր չի այստեղ, Արտուր ջան, դու մի բան հաշվի որ այդ նույն երեխաները մեր դպրոց են գնում եւ դպրոցում իրենց ուրիշ բան են ուսուցանում։ Այո։ Դարվինիզմը մինչև այսօր կա, չէ՞, դպրոցներում։ Էվոլյուցիայի տեսություն, աշխարհը կապիկի, մարդիկ կապիկից են առաջացել, այս ամենը դպրոցում կա։ Հիմա ավելի բետար բաներ կա։ Հիմա ավելի վատ բան է։ Հիմա տես Արտուր ջան, մենք տանը խոսում ենք հոգևորից, մեր զավակները կարդում են, գնում են դպրոց ուրիշ բան են լսում, գալիս է արդեն 14-15 տարեկան կոնոսած, մարդը սկսում է ինքնուրույն մտածել, չէ՞։ Հայրիկ էսպես էր ասում, ուսուցիչ էսպես էր ասում։ Դու երեխային տեսնում ես օրվա մեջ մի 2-3 ժամ, բայց ուսուցիչը տեսնում է 7-8 ժամ եւ ավել։ Այսինքն ուսուցիչը ավելի մեծ ժամանակ անցկացնում քո երեխայի հետ եւ ուսուցիչը նաեւ հեղինակություն է ինչպես չափով զավակի երեխայի համար, ինքը սկսում է այդ ուղղությամբ։ Մանավանդ երբ որ գիտության մեջ է մտնում, խորանում են որևէ առարկայի մեջ, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի մեջ, շատ բաներ, որ կենսաբանորեն, ֆիզիկական, քիմիական այդ փորձարկումներով իրենք անում են, իրենք ուրիշ բաներ են պատկերացնում։ Այ երբ որ հասնում է մարդաբանություն, կենսաբանության դասը դպրոցում, շատ հաճախ ուսուցիչները ինձ հրավիրում են, գնում են բարձր դասարաններում կենսաբանության դասին, մարդու ծագումի մասին ես եմ իրենց հետ դասանում, ու առաջին բանը որ անում Արտուր ջան, ասում եկեք իմ ամեն մեկը ձեր կարծիքը թելադրեք, ես գրատախտակին գրեմ մարդը կամ աշխարհը որտեղից է առաջացել։ Ուրեմն վերջին անգամ 16 աշակերտից ոչ ոք չասաց, որ մարդը Աստծուց է առաջացել, Աստված է ստեղծել մարդուն կամ տիեզերքը։ Մեկ ասեց պայթունից, մեկ ասեց էվոլյուցիայի տեսությունից, մեկն ասեց սերմեր են թափվել են, այսպես տարբեր sense հերթով գրեցի գրատախտակին, ու ես հերթով հերքեցի, ցույց տվեցի, որ այդպես քո ասած պայթունից, պատահական պայթունից չի կարող կյանք լինել։ Ասենք հիմա որ այսինչ քարը ես գցեմ գետին, ասենք պայթուն առաջանա կյանք ստեղծվեց, ինքնի նաև մարդուն այդ ինչի է կարող որ այդ ժամանակահատվածում ծնողն էլ գիտական գիտության հետ հավասար ինքը կարողանա հոգևոր պատասխանները տա։ Շատերը սրա համար չեն հասկանում եւ ընկնում են։ Հետո գրում են արդեն համալսարան ավելի խորացված գիտելիքների մեջ, իրենք հեռանում հետո մինչև կյանք իրենց ստիպում է նորից վերադառնում են Աստծո մոտ։
Ուրեմն այս անցումային շրջանում դու պետք է նաև իրենց հստակ պատասխաններ տաս, այսինքն փաստված պատասխաններ։ Օրինակ, երբ որ ասում են Աստված չկա, Աստված ինքը մեզ ո՞նց է տեսնում, ո՞նց է լսում, ո՞նց է մեզ ճանաչում, ես ասում եմ ամենապարզ օրինակը Wi-Fi-ը ձեզ։ Դուք իրեն չեք տեսնում, չեք լսում, չեք զգում, բայց կոդեր եք հավաքում, օգտվում եք իրանից։ Նույն բանը դուք Աստծուն չեք տեսնում ֆիզիկապես, չեք լսում, չեք զգում, աղոթք եթե դուք անեք, Տիրոջը անպայման պիտի տեսնեք ձեր կյանքի մեջ, զգաք ձեր կյանքի մեջ։ Ուրեմն պետք է ցույց ասեմ Google-ը կամ այսօրվա արհեստական բանականություն ChatGPT-ին գրում ես, քո բոլոր հարցերի պատասխանը տալիս է։ Եթե մի արհեստական բանականություն, որ մարդն է ստեղծել, կարող է քո բոլոր պատասխանները տալ։ Ինչ ես մտածում, Սուրբ Գիրքը չի տալիս այդ բոլոր հարցերի պատասխանը, տալիս է։ Պարզապես մենք պիտի կարողանանք տեսնենք եւ հասկանանք։ Դրա համար պետք է որ զավակդ ոչ միայն եկեղեցին տանես, որ պիտի գնանք այսօր աղոթենք, ինքը չիմանա ինչի համար է աղոթում, այլ նաեւ ինքը պիտի հասկանա, որ այդ աղոթքով ինքը ապրում է։ Օրինակ, երբ որ գալիս են Սուրբ հաղորդության, մկրտության վերջում պիտի հաղորդություն տամ, ասում տեսեք, այս հացն է հոգու կերակուրն է։ Հոգին էլ է սովածանում, հոգին էլ է մրսում, հոգին էլ է վախենում, բայց ոնց պիտի անես, որ ինքը կերակրված ուժեղ լինի, այս հացի միջոցով։ Սա քո հոգու հացն է, չկերար այս հացը, կյանքումդ միշտ վախով պիտի ապրես, չկերար այս հացից, դու միշտ պակաս բան պիտի զգաս քո կյանքի մեջ, ինչ էլ ունենաս, դրա մեջ երջանիկ չես լինելու։ Եվ մարդը միանգամից ընկալում է, կամ երբ որ ասում են պիտի մկրտությունը երկրորդ ծնունդ է, մարդը ոնց պիտի հասկանա երկրորդ ծնունդ ասելով ինչ, ասում եմ տեսեք, երեխան որտեղից է ծնվում, այդ երեխաներին որ մկրտում, ասում եմ մամայի փորիկից, ասում եմ, ըհը, եկեղեցին էլ մեր մեծ մայրն է, այս փոքրիկ ավազանը, որ ջուրը լցված է մեջը, սա եկեղեցու փորիկն է, դու ստեղից հիմա երկրորդ անգամ պիտի ծնվես, ջրից եւ հոգուց։ Երեխան միանգամից ընկալում է ինչ ես ուրեն ասում։ Եվ այդ մկրտության խորհուրդը դա պահպանվում է իր մեջ, Արթուր ջան։ Ախր ցավալին նա է, որ երեխան ընկալում է, բայց պատանիները չեն ընկալում։ Նույնն էլ պատանիներին արդեն ուրիշ պիտի խոսես իրենց հետ ամեն ճան, այսինքն դու բոլոր ժամանակներում, սա ինչից է գալիս, որ դպրոցներում հոգևոր դաստիարակություն չկա, հոգևոր կրթություն չկա։ Օրինակ Սփյուռքում ես տեսնում եմ շատ հաճախ մեր հայերի միջավայրում, որ երեխաներին եկեղեցի չեն տանում փոքր ժամանակ, որովհետեւ երեխաները աղմկում են։ Միայն մեծերն են գնում եկեղեցի։ Հետո եթե երեխան փոքրից չի գալիս եկեղեցի, չի աղմկում, չի գոռում, Աստծո տան մեջ իրեն լավ չի զգում, ինքը երբ պիտի գա անտեղը զգա։ Ուրեմն իր ոտքերը վարժվեց, երեխան խոսել սովորեց, իրեն պիտի աղոթել սովորեցնեց, քայլել սովորեց, իր ոտքերը պիտի վարժեցնես եկեղեցու գնալու։ Գնաց, ինքը շատ լավ, այսօր շատ լավ բժիշկներ ունենք, գիտնականներ, իրավաբաններ, ոստիկաններ, այդ թարմ պատմություն պատմեմ, անցյալ անգամ ուխտի են գնացել, Տաթև են գնում, ճանապարհին կանգնեցին մի փոքրիկ ժողովուրդը հանգստանա, ոստիկանության մեքենան կանգնեց, մի մայոր իջավ, մոտեցավ, բարև ձեզ տեր Շավար, զարմացա, ասեց կանգնեցի, ասաց ձեզ տեսա, որ դուք եք, կանգնեցի ձեր շնորհակալություն ասեմ, ամեն օր ձեր հոգևոր նյութերը նայում եմ եւ շատ շնորհակալ եմ իմ հոգևոր դաստիարակության համար։ Վերջ։ Հերուտես գաղափար չուներ, չէ՞, բայց ոստիկը, որ ամեն օր իր գործ այլ բանի մեջ է, հասցնում է իր հոգևոր սնունդը լսել։ Կամ մեկ ուրիշ ընկեր ունենք մտերիմ, մեքենայի մասնագետ է, մեքենաները սարքում, ասում է, երբ որ սկսում եմ գործ անել, վիդեոն միացնում եմ, ամբողջ օրը հոգևոր դաս եմ լսում, նաև աշխատանքս եմ կատարում։ Վերջ։ Ամեն ինչի մեջ դու պիտի կարողանաս այդ կապը պահել երեխայի հետ, որպեսզի երեխան ինքը միայն աշխարհի գիտելիքներով իր գլուխը չլցնի, կամ ասենք իմ երեխեքը գալիս են տուն, ասում են պապ ուսուցիչը սենց բան ասեց, հիմա ո՞րն է ճիշտը, ես չեմ ասում, կեթասիրանքը հարցնես, նստում եմ մանրամասն բացատրում եմ, որ սա գիտական մոտեցումն է, սա հոգևոր մոտեցումն է, մեկը մյուսին չի խանգարում, հակառակը, եթե հոգևորը չհասկանաս, իր պատասխանած գիտականը չես կարող հասկանալ։ Տեր Հայր ջան, օրինակ ինչպես սովորացնենք երեխաներին ու մեր պատանի հասարակությանը պատասխանատվություն կրելը, որտեղ հիմա մի քիչ պատասխանատվությունից հեռու ենք երիտասարդությունը, նամանավանդ այս սոցիալական ցանցերը ինչ առաջացել է, մարդիկ այդ ֆեյքեր են անում, չգիտեմ, այնտեղ վատ կոմենտներ են գրում, բան, մարդիկ էլ պատասխանատվություն չեն կրում իրանց ասածի համար, իրանց արարքի համար, թեկուզ պայմանավորվում են ժամանակին չեն անում ինչ որ պայմանավորվել են։
Ինչպես անենք, որ երեխաները, պատանիները, նոր երիտասարդությունը պատասխանատվության զգացում ունենան, ինչպես ասենք մեր սերունդն կամ մեր մեծերն են եղել։ Արթուր ջան, այսօր աշխարհը գնում է դրան, որ մարդիկ անպատասխանատու ապրեն։ Հասարակ մի օրինակ բերեմ քեզ, երբ որ միասեռականության այդ խնդիրը կա կամ երեխաներին իրենք պիտի որոշեն, իրենք ինչ սեռեն, գիտես, Եվրոպայում տարածում է այս ամենը, որ նայում ես այն մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, գերակշռող մասը երեխաներ չունեն։ Օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեխա չունի։ Նախկին Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելը երեխա չուներ։ Եվ այսպես շատ մարդիկ երեխաներ չունեն, իրենք այդ չեն գրկել, այդ հոտը չեն զգացել երեխայի, իրենք այդ երեխայի շնչով չեն շնչել, չեն ապրել, ուրեմն ինքը նշանակում է իր համար դա մեծ արժեք չի որքում։ Եվ այսօր գնում է այդ կեղծ մարդասիրությունը, որ մարդու իրավունքները չպիտի սահմանափակվեն։ Այս երեք հիշում ես ինչ խոսեցինք, որ այսօր տղամարդկանց իրավունքներն ավելի ոտնահարված են։ Որտեղ մտնում ես, խանութում գրված է պահանջում են բարետես աղջիկներ այսքան տարիքի, այսինքն տղամարդը չի կարող գնալ այդ խանութում աշխատել կամ որևէ կամ այսօր կանայք ավելի շատ բարձրատրվող աշխատանք ունեն բարձր, քան տղամարդիկ։ Հիմա նույն բանը պատանիների մեջ, երբ որ դու բերում ես մի հատ հասարակություն, որտեղ քաոսային վիճակ, ով ինչ ուզում անում է, ոնց ուզում անում է, շատ հեշտ է դրանց կառավարել։ Այսինքն դու տալիս ես իրենց ցանկացածը, իրենց ուզածը եւ պահանջում ես ամենագլխավորը՝ քեզ ծառայել այդ հասարակությունը կամ այդ մարդկանց։ Այսօր այդ ինչ որ ուզում եմ տես հասարակ բան չէ, իմ մարմինն է, ինչ ուզեմ կարող եմ անել։ Իմ կյանքն է, ինչ ուզեմ կարող եմ անել։ Այսինքն դրա քարոզչության հետևանքով է այս ամենը եղել, որ մարդկանց բերել են Աստծուց հեռանալու միջոցով իրենց ցանկությունները կատարել։ Նույնն էլ որ ասում են դե երեխա է, հիմա ինչ անենք, արել, այսինքն ծնողը նույնիսկ իր զավակի արարքը կարող է արդարացնել, ասում դե երեխա է, արել, ինչ է երեխուն բան ասում։ Կամ մարդ եմ սպանում, հա ինչ եմ արել, որ կամ ուրիշի տունն եմ քանդել, ինչ եմ արել, որ ասենքն ես էլ եմ սեր ուզում, ինչ անենք, որ ինքը իր ամուսինն իր երեխեք ունի, ես ուզում եմ ինքն էլ իմ կողքը լինի, իր շորը լվանամ, իմ տանը տղամարդ արթնանա, այսպես է մարդը մտածում։ Եվ այս գալիս է այս աննկատ այս ամեն ինչը հատկապես համացանցից, որ մարդը արագ փոփոխում է իր մտածելակերպը։ Երեկվա պարկեշտ ազնիվ երիտասարդին այսօր կարող ես տեսնել հիմար մտածումներով ու պատկերացումներով։ Ամենամեծ խնդիրը այսօր, այսքան խոսեցինք, դաջվածքները, Արթուր ջան, այ մարդիկ ինչ դաջվածներ են, արդեն կանայքային աստիճանի դաջվածներ են անում, արդեն փողոց դուրս գալիս, որ սարսափում ես ու ամբողջ համացանցը լցված է դաջվածները ինչպես են անում մարդկանց վրա։ Ու կանայք, տղամարդիկ, երեխաներ, տեսնում արդեն Հայաստանում էլ եմ տեսել դպրոցական երեխաներ ձեռքներին, ոտների վրա դաջվածքներ արած։ Սա ինչ է բերում, որ դու նմանվես, նույնանաս աշխարհի հետ, եւ ինչպես որ աշխարհն է, այնպեսին լինես դու։ Դրա համար մենք առավոտյան ժամերգության աղոթքի մեջ ասում ենք Տեր Աստված, այնպես արա, որ մենք խաղաղվենք այս աշխարհի հոգսերից, դառնանք քեզ համար սուրբ հոգու տաճար եւ բնակարան։ Այսինքն այս աշխարհիկ ամբողջ կյանքը մեր վրայից թոթափենք։ Սա ո՞նց պիտի անի մարդը։ Մարդը պիտի անի եկեղեցու միջոցով, եկեղեցուն դրա համար այսօր ամենից շատ եկեղեցիները հալածվում են, եկեղեցիների դեմ խոսվում են, որպեսզի եկեղեցիների ձայնը, որ բարձրացնում է, լրի հանկարծ չխոսի։ Դրա համար Աստված էլ դարձել է մարդկանց համար վերացական մի երևույթ։ Աստված կա, թող իր համար այնտեղ լինի, մեր կյանքին չխառնվի, սա մեր կյանքն է, լավ ես արել տվել ես, մենք ինչ ուզենք այնպես էլ կապրենք։ Դրա համար այս ամեն ինչի մեջ նաև դες պարզ մի հատ օրինակ բերեմ, շորթերը չէ որ մենք թեքում ենք հեռախոսի մեջ Արթուր ջան։ Ինքը քանի վայրկյան ենք մենք նայում յուրաքանչյուր շորթը։ Ուրեմն մարդու միտքը Արթուր ջան սկսում է մտածել, դատել 15 վայրկյանից սկսած։ Այսինքն ինքը հենց այնպես արագ այսպես առաջ ինքը թերթում ես, դու չես մտածում։ Ինքը նաև քո մտածելու կարողությունն է գողացել քեզանից, որ դու չմտածես։ Եվ դրա համար մարդու համար սերն էլ, ընտանիքն էլ, Աստված, արժեք, բարոյականություն իր համար ոչինչ է դարձել։
Այսինքն փնթի հագու կապով, փնթի սանրվածքով, մազով, այդ դաջվածներով կամ օղակները կախած, սա իրանց համար կենցաղ ու նա սա է ճիշտը համարվում այսօր։ Երբ որ մեկը օրինակ լսում են, որ մի աղջիկ, ասենք 22-25 տարեկան դեռ կույս է, որևէ մեկ այդ սեռական հարաբերություն չի մտել, իրեն հետամնաց կամ դժբախտ են համարում, որ դու ես ինչքան վատն ես, որ ոչ ոք չուզեր քեզ այդ հարաբերության մեջ մտնել։ Սա դժվար խնդիր է մեզ համար։ Եվ սրա համար նաև պետք կա, որ նորից, այսինքն եկեղեցին էլ շատ հաճախ սա մեր խնդիրն էլ կա, որ մենք մտնում ենք եկեղեցու մեջ, սպասում ենք ով կգա։ Մենք չենք գնում իրենց փնտրելու։ Հենց փողոցից կարող է շատ լավ վաղը մի հոգևորական Դոն Բասկո այդ կինոն եթե նայես մի նշանավոր կաթոլիկ վարդապետի մասին, ոնց է ինքը գնում փողոցներում հանցագործներ հավաքում, հետո արդեն դրանք դառնում են վարդապետներ ու եպիսկոպոսներ։ Այսինքն այդ մարդկանց մեջ կան Աստծո սերն է, շնորհն է, որ իրանք չեն ճանաչել, չգիտեն, աշխարհն է ներդնել իրենը։ Բայց դու կարող ես գնալ այդ մարդկանց մեջ, նախ ցույց տալ, որ դու եւ իրենք տարբեր մարդիկ չեք, դուք նույն մարդիկն եք, որպեսզի կարողանանք նույնանալու միջոցով փրկություն գտնենք, թե այն մարդիկ, թե մենք։ Շարունակությունը դիտեք հաջորդ շաբաթ։